Ողջույն ընկերներ, դուք սիրում եք կարդալ հաջողության ինքնազարգացման մասին գրքեր։ Հնարավոր է, որ մասնակցում եք նաև նմանատիպ սեմինարների։ Դուք կարդում կամ լսում եք տարբեր գաղափարներ, սկզբունքներ հաջողության մասին, որոնք կարող են փոխել ձեր կյանքը։ Դուք վստահում եք տվյալ խոսնակին կամ հեղինակին եւ որոշում եք փորձել դա ձեր կյանքում։ Որոշ ժամանակ անց դուք հասկանում եք, որ ձեր փորձերն ապարդյուն էին եւ ձեր կյանքում ոչինչ չփոխվեց։ Դուք սկսում եք հիասթափվել, համարում եք այդ ամենը ժամանակի կամ գումարի անիմաստ կորուստ, այդուհանդերձ կամ մի հարց, որը մեզ անընդհատ տանջում է։ Եթե այս գիրքը կարողացել է փոխել հարյուրավոր մարդկանց կյանքեր, ապա ինչու այն չի աշխատում ինձ համար։ Ես անում եմ այնպես, ինչպես գրված էր գրքում կամ ինչպես սեմինարի ժամանակ ասում էր խոսնակը, բայց ինձ մոտ ոչինչ չի ստացվում։ Դուք կարդում եք ֆինանսական ազատության մասին, սեփական բիզնեսը սկսելու մասին, բայց անցնում է ժամանակ եւ ձեր ֆինանսական կարգավիճակը մնում է նույնը կամ էլ ավելի է խճճվում։ Դուք սովորում եք, թե որն է առողջ փոխհարաբերությունների գաղտնիքը եւ փորձում եք կարգի բերել ձեր կյանքի այդ բնագավառը, բայց ձեզ մոտ ոչինչ չի ստացվում։ Դուք հոգնել եք դոփել նույն տեղում եւ անկեղծորեն փորձում եք փոխել ձեր կյանքը, բայց տարիներ շարունակ ձեր բոլոր փորձերը կարծես ապարդյուն են անցնում։ Պարադիգմա բառը հին հունարենից թարգմանվում է որպես օրինակ կամ մոդել։ Ժամանակակից կիրառության մեջ պարադիգման նշանակում է մտածողության, ըմբռնման կամ համոզմունքների գերիշխող մոդել, որը հատուկ է տվյալ ժամանակաշրջանին կամ հասարակությանը։ Պարադիգման այն մտավոր մոդելն է, որի միջոցով դուք ընկալում եք իրականությունը, ձևավորում եք ձեր համոզմունքները եւ կայացնում եք որոշումներ։ Օրինակ, ինչ որ մեկը կարող է հավատալ, որ քրտնաջան աշխատանքը միշտ բերում է հաջողություն, մինչդեռ մեկ ուրիշի պարադիգման կարող է լինել այն, որ հաջողությունը դա պարզապես պատահականության կամ ճակատագրի արդյունք է։ Ինչպիսին էլ որ լինեն ձեր պարադիգմաները, հենց դրանց արդյունքում է կառուցվում կամ քանդվում ձեր կյանքը։ Ձեր պարադիգմաներն են ապահովում ձեր կյանքում հաջողության կամ պատճառ դառնում մշտական ձախողումների համար։ Մարդիկ կյանքի ցանկացած բնագավառում հաջողության են հասնում իրենց նպատակասլացության պատճառով, բայց նրանք մեծամասամբ ձախողվում եւ տառապում են իրենց համոզմունքների կամ պարադիգմաների պատճառով։ Ձեր նպատակասլացությունը գուցե ձեզ կբարձրացնի վեր, բայց ձեր ներսում ձևավորված ի սկզբանե սխալ համոզմունքները շատ արագ ձեզ կգլորեն դեպի ներքև։ Սակայն այդ պարադիգմաները ոչ թե ձևավորվել են այն պահին, երբ դուք դարձաք չափահաս, այլ շատ ավելի վաղ, դեռևս մանուկ հասակում, երբ դեռ 5 կամ 6 տարեկան էիք։ Ձեր համոզմունքների մեծ մասը, որոնք դուք կրում եք ձեր ողջ կյանքի ընթացքում, ձևավորվել են ձեր ներսում մինչև 5-ից 6 տարեկան հասակը։ Եվ դրանք այնքան են արմատացել ձեր ներսում, որ դուք այն կապում եք ձեր ինքնության հետ եւ ենթագիտակցաբար քաղում դրանց դառը պտուղները, չհասկանալով նույնիսկ թե որն է ձեր դժբախտ լինելու պատճառը։ Ձեր անձն այնքան է նույնականացել այդ համոզմունքների հետ, որ դուք նույնիսկ մեկ վայրկյան չեք կարողանում տարանջատել ձեր ինքնությունը դրանցից, ու թեև գիտակցական մակարդակում գուցե դուք հակառակվեիք այդ նույն համոզմունքներին, բայց այժմ դուք դրանք նույնիսկ չեք նկատում։ Սակայն միայն այն, որ դուք դրանք չեք նկատում, չի նշանակում, որ դրանք չեն նկատում ձեզ։ Դուք գիտակցաբար կփորձեք ձեր կյանքում այս կամ այն պարագայում որոշումներ կայացնել, բայց ձեր համոզմունքները ձեզ կխանգարեն դրանք ավարտին հասցնել, քանի որ դրանց վերջնական արդյունքը տեսնելու համար դուք պետք է իրականում փոխեիք ձեր պարադիգմաները։ Եթե դուք որոշում եք կայացրել փոխել ձեր կյանքը, ապա պետք է նախ եւ առաջ փոխեք ձեր համոզմունքները։ Բայց դրանք փոխելու համար նախ պետք է դրանք բացահայտել։ Որոշ համոզմունքներից ազատվելու համար մեզանից ավելի երկար ժամանակ կպահանջվի, իսկ որոշները գուցե կփոխվեն մեկ ակնթարթում։ Ինչպես արդեն նշեցի, ձեր առաջին համոզմունքները ձևավորվել են մինչև 6 տարեկան հասակը։ Դուք գտնվում եք դեռևս ձևավորման սկզբնական փուլում, դուք չեզոք եք, չունեք ոչ մի պատկերացում կյանքի մասին, երևույթներին չեք տալիս որևէ հատուկ գնահատական եւ չեք փորձում վերլուծել այս կամ այն երևույթը։ Դուք պարզապես հետևում եք իրադարձությունների զարգացմանը ձեր փոքրիկ մտահորիզոնի շրջանակներում, բայց ոչ մեկ նույնիսկ չի կռահում, թե դուք որքան ուշադիր դիտորդ եք եւ որքան արագ եք մտապահել այն, ինչ տեղի ունեցավ, հետագայում ավելի հասուն տարիքում այն ձեր վարվելակերպի մեջ դրսևորելու համար։ Երեխայի պես ոչ մեկ չի կարող կենտրոնանալ։ Եթե կարծում եք, որ դուք կամ ձեր երեխան այսպիսին չեք եղել, ապա այսօրվանից ուշադրություն դարձրեք, թե ինչպես է երեխայի ուշադրությունը գրավում ամենապարզունակ մուլտֆիլմը, որը ստիպում է նրան ոչ միայն չնկատել շուրջը ոչ մեկին, այլև մոռանալ երբեմն աչքերը թարթելու մասին։ Երեխա հասակում դուք ուշադրությամբ հետևում եւ մտապահում էիք այն ամենը, ինչ կատարվում էր ձեր շուրջը։ Եվ հաճախակի կրկնվող ցանկացած երևույթ, որին երեխան ականատես է լինում,
կարող է ձևավորել նրա ներսում այնպիսի համոզմունքներ, որոնք հետագայում մեծ ազդեցություն են թողնում նրա ողջ կյանքի վրա։ Առաջին պարադիգման մենք ձեռք ենք բերում հենց այս տարիքում։ Այն մտապատկերը կամ մոդելը, որը մենք անկախ մեր կամքից ամրապնդում ենք մեր ներսում, այս կամ այն երևույթի ականատեսը լինելով, հետագայում վերարտադրվում է մեր կողմից արված քայլերում, մեր որոշումներում և մեր ընտրություններում։ Մանկության տարիներին ձևավորված պարադիգմաների մեծ մասը երեխան ձեռք է բերում տանը։ Կախված նրանից, թե ինչպիսի ընտանեկան միջավայրում է երեխան մեծանում, դա մեծապես կանխորոշում է նրա համոզմունքների ձևավորումը։ Վիճակագրությունը ցույց է տվել, որ փոքր տարիքում ընտանիքում մշտապես բռնության կամ ագրեսիվ պահվածքի ականատես եղած երեխաները ժամանակի ընթացքում ձևավորում են կյանքի մասին դառը պատկերացում, թե բոլոր մարդիկ չար են և իրենց դեմ են գործում։ Ուստի նրանց համոզմունքները ստիպում են ակամայից հասուն տարիքում դարձյալ քվեարկել բռնության օգտին և մշտապես հայտնվել նման հանգամանքներում։ Եվ նա ի վերջո դառնում է այդ համոզմունքների և դրանցից բխող հանգամանքների գերին և երբեմն նույնիսկ այդ գերության մեջ ներքաշում է ուրիշներին։ Մեր առաջին արձագանքը երևույթներին բխում է ի սկզբանե մեր ներսում ծրագրված պարադիգմաներից, որոնց մեծ մասը մենք հավաքագրել ենք մեր շրջապատի թելադրանքով։ Մենք 5 կամ 6 տարեկան հասակում չունեինք հնարավորություն վերլուծելու այն, ինչ կատարվում է մեր շուրջը կամ այն, ինչ մեզ սովորեցնում են մեր ծնողները։ Մենք դրանց հետ ներքուստ համաձայն չենք, բայց ստիպված ենք հնազանդվել, քանի որ ոչ ֆիզիկապես, ոչ էլ ինտելեկտուալ մակարդակում չենք կարող պատասխան տալ կամ հակառակվել դրանց։ Ծնողները փոխանցում են երեխաներին սեփական պարադիգման, որը նույնիսկ կարող է քննության ենթարկված չլինել ժամանակի կողմից, և դրանց ճշգրտությունը կարող է նույնիսկ մշտապես կասկածի տակ դրվել։ Սակայն նրանք դաստիարակության ավանդական մեթոդներով առաջնորդվելով, կարծում են, որ դա է բացառապես ճիշտ մոտեցումը, քանի որ իրենք այդպես են տեսել իրենց ընտանիքում։ Մեկ երեխա ունեցող ընտանիքում հասակ առնելով տղամարդը կամ կինը կարծում են, որ մեկ երեխան բավական է և ժամանակակից աշխարհում չարժե մեկ երեխայից ավելին ունենալ։ Մինչդեռ բազմազավակ ընտանիքում ծնված երեխաները հասակ առնելով իրենք էլ են համոզված, որ երեխաները Աստծո կողմից տրված պարգև են, ուստի որքան շատ երեխաներ լինեն, այնքան այդ ընտանիքն ավելի աստվածահաճո կլինի և նույնիսկ քամահրանքով են վերաբերվում այն մարդկանց, ովքեր մեկ երեխա ունեն ընտանիքում։ Համընդհանուր կարծրատիպն այն է, որ մեկ երեխա ունեցող ընտանիքում տվյալ երեխան մեծանում է եսասեր և ինքնահավան, անտարբեր ուրիշների կարիքներին և կարծիքներին։ Գուցե ոմանց համար սա գաղտնիք կլինի, բայց ասեմ, որ բոլոր երեխաներն են եսասեր և բացարձակապես անտարբեր ուրիշների կարիքներին։ Բայց այդ ամենով հանդերձ երեխաների բացառիկ ունակություններից մեկն այն է, որ նրանք ընկալում են այն, ինչ իրենց հրամցնում են ծնողները, առանց դա քննարկելու, հիմնվելով երբեմն վախի կամ, որ ավելի սարսափելի է, ծնողների կողմից մանիպուլյացիայի պատճառով։ Երեխայի ներսում ձևավորվում են համոզմունքներ, որոնց դրական կամ հիմնականում բացասական հետևանքները նա կրելու է իր ողջ կյանքի ընթացքում։ Երեխաները չունեն դեռևս ձևավորված արժեհամակարգ, ուստի այսօր ձեր արժեհամակարգը կամ ձեր համոզմունքները դեռևս մանկուց ձեզ են փոխանցվել շրջապատի, ծնողների կամ դպրոցի կողմից, և որոնք էլ դարձել են ձեր դժբախտությունների հիմնական պատճառը։ Եվ դուք իհարկե պատասխանատու չեք դրանց ընտրության հարցում, բայց անկասկած պատասխանատու եք դրանք վերանայելու և փոխելու հարցում։ Դուք նայում եք իրերին ձեր իսկ պարադիգմաների պրիզմայով և կարծում եք, որ իրերի դասավորությունն այս կյանքում այնպիսին է, ինչպիսին դուք դրանք տեսնում եք, մինչդեռ այդ նույն իրերն ունեն իրենց չեզոք դիրքը, իսկ դրանց դասավորությունն ուղղակի ձեր գլխում է։ Այսօր էլ գուցե ձեզ պատահական է թվում շարունակական ձախողումները կարիերայում կամ փոխհարաբերություններում, սակայն դրանց օրինաչափությունը բխում է հենց ձեր պարադիգմաներից։ Ցավոք սրտի դրանում մեծ ավանդ ունեն ձեր հարազատները և հատկապես ծնողները, ովքեր մշտապես կրկնում էին նույն չի կարելի արտահայտությունը, սակայն այդպես էլ չէին ասում, թե ինչու չի կարելի։ Կամ երբ դուք ստիպված էիք բախվել նրանց այն համոզմունքին, որ ձեզանից ոչինչ դուրս չի գա։ Այսօր դուք համոզված եք, որ կյանքն անարդար է ձեր նկատմամբ, քանի որ դուք արժանի եք ավելիին, սակայն դա այն է, ինչ դուք մտածում եք գիտակցական մակարդակում։ Բայց ձեր ենթագիտակցության մեջ արմատացած համոզմունքները, որոնց մասին դուք տեղյակ էլ չեք, ձեզ կրկնում են ուղիղ հակառակը, որ դուք արժանի չեք ավելիին, որ բավականաչափ լավը չեք ավելին ստանալու համար։ Դուք այդ ձայնը լսում եք անընդհատ և համաձայնվում եք այդ կարծիքի հետ, բայց երբևիցե հարց չեք տվել ձեզ. իսկ ում ձայնն է դա։ Իսկ դա ձեր համոզմունքների, ձեր պարադիգմաների ձայնն է։ Ինչ տեղի կունենա, եթե դուք փոխեք ձեր համոզմունքները։ Եթե իսկապես սկսեք մտածել այլ կերպ, նայեք իրերին այլ տեսանկյունից։
Փոխարենը, որ մտածեք իմ բախտը չի բերել, ես բավականաչափ գիտելիք չունեմ, ես այնքան էլ հմայիչ չեմ, կրթություն չունեմ, մտածեք այն մասին, թե ինչն է ձեզ ոգևորում կյանքում, ինչի մասին եք դուք ամենաշատը մտածում կամ մտահոգված։ Եթե օրինակ դուք ուզում եք կարիերայի աճ, ապա ես ձեզ առաջարկում եմ մի հրաշալի մեթոդ, որը կօգնի ձեզ դուրս բերել ձեր համոզմունքները, որոնք ձեզ խանգարում են հաջողություն գտնել կարիերայի մեջ և փոխել այդ համոզմունքները, որպեսզի դուք հասնեք այն հաջողությանը, որի մասին այդքան երազել եք։ Սա ի դեպ վերաբերում է կյանքի բոլոր բնագավառներին։ Կլինի դա ձեր առողջությունը, փոխհարաբերությունները, ֆինանսական կյանքը, դուք կարող եք փոխել ձեր կյանքը, եթե փոխեք ձեր համոզմունքները։ Իսկ ինչպես եք դուք բացահայտում ձեր համոզմունքները։ Դրա համար ես առաջարկում եմ ձեզ 4 քայլ, որոնք անելով դուք կարող եք արմատապես փոխել ձեր համոզմունքները։ Առաջինը, ինչ դուք կարիք ունեք անելու, դա գտեք հանգիստ միջավայր։ Դուք պետք է գտնեք մի տեղ, որտեղ օրվա ընթացքում կարող եք 15 րոպե հանգիստ լինել, որտեղ դուք մենակ եք, ձեզ ոչ մեկ չի խանգարում։ Եթե դուք չունեք այդպիսի տեղ, ապա գուցե կարող եք օրվա ընթացքում առանձնացնել ժամանակ, երբ դուք 15 րոպե կարող եք լինել առանձին, առանց ավելորդ ձայների և մարդկանց։ Եթե կարող եք առանձնացնել ավելին, քան 15 րոպե, ապա կարող եք հանգիստ վերցնել ավելի շատ ժամանակ։ Երկրորդը, ինչ դուք պետք է անեք, դա գրեք ձեր մտքերը։ Վերցրեք որևէ նոթատետր, որը ձեզ հարմար է, և գրի առեք ձեր մտքերը։ Եթե խոսքը կարիերայի մասին է, որը դուք ցանկանում եք, բայց չունեք, ապա սկսեք մտածել այդ կարիերայի մասին։ Գրեք ինչ եք դուք մտածում, երբ ինչ-որ մեկը ձեր կողքին կարիերայի աճ է ունենում։ Ինչ եք դուք զգում այդ պահին։ Ինչպես եք դուք վերաբերվում ձեր աշխատանքին, ինչ եք մտածում ձեր ղեկավարի մասին։ Հարցրեք ձեզ, ինչ եք դուք մտածում այն մարդկանց մասին, ովքեր ուզում են կարիերայի աճ ունենալ և դրա համար անում են որոշակի քայլեր։ Գրեք բոլոր պատասխանները, որոնք գալիս են ձեր մտքում, և հատկապես գրի առեք այն, ինչ զգում եք, երբ տալիս եք այդ հարցը։ Երրորդ քայլը կոչվում է բացահայտեք ձեր համոզմունքները։ Ձեր գրառումների արդյունքում իրականում բացահայտվում են ձեր համոզմունքները։ Եթե մտածելով կարիերայի աճի մասին դուք գալիս եք այն եզրահանգման, որ կարիերայի աճի մասին մտածելը դա եսակենտրոնություն է, որ նրանք, ովքեր ուզում են կարիերայում առաջխաղացում ունենալ, դրանք կարիերիստ, կեղծավոր մարդիկ են, ովքեր պատրաստ են ամեն բանի իրենց կարիերայի համար, կամ եթե մտածում եք ֆինանսների մասին և գալիս եք այն մտքին, որ բոլոր հարուստ մարդիկ դրանք սրիկաներ են, որ փողը դա չարիք է, ապա հենց այդ պատասխաններն էլ ի հայտ են բերում ձեր համոզմունքները, որոնք իրականում ձեր մտքում եղած փակուղիներն են, որ երբեք թույլ չեն տա ձեզ հասնել հաջողության ոչ կարիերայում, ոչ ձեր ֆինանսական կյանքում։ Երբ արդեն բացահայտեցիք ձեր համոզմունքները, ապա առանձնացրեք դրանք նոթատետրում և գրի առեք այնքան պարզ, որ ուրիշներն էլ դա հասկանան կարդալու դեպքում, չնայած դուք կարիք չունեք դրանք ցույց տալ ուրիշներին։ Պարզապես հստակ ձևակերպեք ձեր համոզմունքները։ Չորրորդ քայլը դա փոխեք ձեր համոզմունքները։ Երբ դուք հասկացաք ձեր պարադիգմաները, ապա ժամանակն է դրանք փոխելու։ Առաջարկում եմ ձեզ մի հետաքրքիր մեթոդ դրանք փոխելու համար։ Իրականում ձեր համոզմունքների ամենաակնհայտ դրսևորումը երևում է ձեր սովորությունների մեջ։ Ուստի որպեսզի կարողանաք փոխել ձեր համոզմունքները, դուք պետք է փոխեք ձեր սովորությունները։ Վերադարձեք երկրորդ քայլին և այս անգամ արդեն գիտակցաբար գրեք ձեր նախորդ մտքերի ուղիղ հակառակը։ Օրինակ, եթե դուք մտածում էիք, որ նրանք, ովքեր ուզում են կարիերայում առաջխաղացում ունենալ, դրանք կարիերիստ կեղծավոր մարդիկ են, գրեք հետևյալը. Կարիերայի առաջխաղացում ունեցող մարդիկ, դրանք նպատակասլաց մարդիկ են, աշխատասեր և նրանք արժանի են ունենալ կարիերայի աճ, ինչպես որ ես։ Կարդացեք ձեր գրածն ամեն օր բարձրաձայն ձեզ համար։ Դրա հետ մեկտեղ որոշում կայացրեք, որ այսուհետև ամեն անգամ, երբ տեսնեք ձեր գոլեգաների կարիերայի աճը, կմոտենաք և կշնորհավորեք նրանց։ Սկսեք գովասանքի խոսքեր ասել նրանց ամեն անգամ, երբ նրանք ինչ-որ բան իսկապես լավ են անում, կամ նրանց մասնագիտական հմտությունների համար։ Գաղտնիքը կայանում է նրանում, որ որքան դուք փոխանցեք դա ուրիշներին, ապա այնքան դա հետ կվերադառնա ձեզ։ Ամեն անգամ հարուստ մարդկանց տեսնելիս մտածեք, թե որքան աշխատասեր են նրանք, որքան ռիսկերի կամ զոհողությունների են գնացել իրենց հաջողության համար։ Ձեր մտածելու արդյունքում բոլոր մարդիկ չէ, որ իսկապես կդառնան այդպիսին, մարդիկ չեն փոխվի, բայց կփոխվեք դուք, կփոխվեն ձեր համոզմունքները, դրանք կդառնան ավելի առողջ, ճիշտ և հավասարակշռված, որոնք էլ ի վերջո դուրս կբերեն
կբերեն ձեզ հաջողության ճանապարհին եւ կփոխեն ձեր կյանքի յուրաքանչյուր բնագավառը։ Շնորհակալություն, որ դիտեցիք այս հոլովակը, հավանեք այն կիսվեք ձեր ընկերների հետ, գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, իսկ եթե դեռ չեք բաժանորդագրվել ալիքին, ապա կարող եք բաժանորդագրվել, որպեսզի բաց չթողնեք մյուս հոլովակները։ Առայժմ